Ամուսնական առաջին գիշերը փարավոնում անցկացրած զույգին ԱԱԾ-ն բիրտ ուժ կիրառելով դուրս է հրավիրել հունիսի 6-ին առավոտյան հյուրանոցը խուզարկելիս։ Նորապսակներին թույլ չեն տվել անգամ իրերը վերցնել։ Շատ վատ ձևով են նախ մոտեցել, նախ բոլորին ստրեսի են ենթարկել, նախ ստրեսի են ենթարկել այն մարդկանց, ովքեր որ, չգիտեմ, տուրիզմը մեր մոտ զարգացնում են։ Մենք ունեցել ենք դրսից հյուրեր, ու շատ ցավոք մենք այդ հյուրերին այսօր չենք կարողանում ոչ մի պատասխան տալ, որովհետև պատասխան չունենք։ Մեզ անլուրջ են վերաբերվում մեր երկրին։ Փարավոնի աշխատակիցները պատմում են, որ ԱԱԾ-ի ներխուժման պահին նախաճաշի ժամ է եղել հյուրանոցում։ Մարդկանց թույլ չեն տվել հաց ուտել, բոլորին դուրս են արել։ Շատ օտարերկրացիներ շոկի մեջ են եղել։ Պետությունը, որ ուզում է տուրիզմը զարգացնի, երկին գալիս է մարդին հյուրանոցից հանում, ասում է հելի, էտա մեր երկիրը տենց են ցույց տալի։ Մարդիկ վճարել են, մեկ էլ հոп փակում են, գնացեք։ Խոզարկության օրը, այո, ի՞նչ է նշանակում մարդուն դուռը թակես, ասես, գիտես ինչ կա սիրելիս դու սարի, որտեղ մեծարգո, պարոն, չգիտեմ ինչը, որոշել է, որ մեր հիմնարկը պետքա փակի։ Հուլիսի 6-ից կապարակնքված են փարավոնի դռները։ Հյուրանոցի հարյուրավոր աշխատակիցներ հարկադիր պարապուրդի մեջ են։ Բողոքի ակցիա են անում, պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։ Ի տարբերություն մեր վարչապետի, մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց, որոնք զինվոր ունեն, որոնք թոշակառու ունեն, որոնք հիվանդ են, որոնք, չգիտեմ, օրվա հացի վաստակով առաջնորդող ապրող մարդիկ են, այսօր անգործ սպասում են, թե մեր պարոն վարչապետը երբ պիտի իր քմահաճույքը վերջացնի եւ վերջապես ասի, որ գիտեք ինչ կա, ես սխալվել եմ, էլի դուք մեղավոր եք։ Փարավոնի աշխատակիցների խոսքով նախապես պլանավորված բազմաթիվ հարսանիքներ ու արարողություններ չեղարկման վտանգի տակ են։ Պատվիրատուները խուճապահար զանգում են իմանալու, թե երբ է վերջապես բացվելու փարավոնը։ Զանգ են տալիս, ասում են ինչ անենք մենք ամսի 18-ին, դրանից հաջորդող ամսաթվերին չգիտեն իրանք, նույնիսկ իրանց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ։ Ունեն շատ հյուրեր, ովքեր որ 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, հիմա իրանք ուղղակի սենց անճար ձևով սպասում են։ Վերջին ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել բողոքի ակցիայի մասնակիցները։ Զայրացած մարդիկ չեն հասկանում, ինչու է իշխանությունը կտրում իրենց փողի աղբյուրը, եթե իրենց գործատուն բարեխղճորեն կատարել է հարկային պարտականությունները։ Նիկոլ, դե այդ պահի տունս, կարաս պահես թոշակառուիս։ Հաշվանդան թոշակառուն է, որ մերս չի քայլում։ Արի պահի տերամ կարաս պահես։ Ես երիտասարդ աղջիկ զինվորի մայր թոշակառու եմ պահում 50,000-ով ես կարող եմ պահեմ։ Այս երկրում մի հատ լավ բան չտեսանք։ Այն մարդիկ, որ հայրենասեր են, հայրենիքի կողին կանգնած են, միշտ կոտրում են։ Եկեղեցու կողը կանգնած են, կոտրում են։ Մեր մշակույթը, մեր ինքնությունը կորցնում են։ Լսել են, թե ինչ է ասել Փաշինյանը, իբր իրենց կամքով չեն բողոքի ակցիաներ անում, այլ ինչ-որ մեկը ստիպում է իրենց։ Հապան էին իմ երեխուն տանում, իմ երեխան ծառայող է։ Ես թողել եմ ճամփի կեսից, ես եկել եմ։ Ոնց ինքնաբուխ չի։ Ես օրեկան աշխատավարձով օրով ապրող մարդ եմ, ոնց ինքնաբուխ չի։ Իմ երեխեքին ով պիտի պահի։ Մինչև վաղը ժամանակ են տալիս իշխանությանը, որ բացի իրենց աշխատավայրի դռները, չանելու դեպքում սպառնում են փակել Երևան-Սևան մայրուղին։ Մի անգամ արդեն արել են հանուն Փաշինյանի։ Երևան-Սևան տրաս այս աղջիկը փակեց, որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսենց անգործ թողնի։ Լանա Համբարձումյան, Միրենա Պողոսյան, Հայլուր,